իրենց սողոսկելու, փախչելու շատ քիչ հնարավորություններ եւ ճանապարհներ են տվել։ Գուցե առաջի հերթին պատասխանատվությունը իմ վրա վերցնեմ, հավատքի վերականգնումը պետք է դեղի ունենան այս ամիսների ընթացքում։ Եվ ես Հայաստան չեմ վերադարձած, չեմ եկել, որովհետեւ թեկուզ մի հայ մարդու արյուն հոսի անուններ կան, որոնք կարող են գալ եւ այս հայոց պատմության, հայոց ներկայի այս հանգրվանում գադարել այդ դերակատարումը, եթե մենք չանենք հիմա, մեր երեխաներին պիտի թողնենք այս ամեն ինչը։ Արևմուտքի հետ հոգի գծախեն, Ռուսաստան հետ կգնան, բացակայ չդնեք, չի կարող չլինել, մեզնից է կախված։ Բարև ձեզ, դուք դիտում եք հարցեր կան հաղորդումը, այսօր հարցեր կան Ժառանգություն կուսակցության հիմնադիր Ռաֆի Հովհաննիսյանին։ Բարև ձեզ։ Բարև Լիլիթ, ինչպես ես ասել։ Շնորհակալ եմ։ Ոտքս բարով լինի, շատ գեղեցիկ։ Շնորհակալ եմ։ Նախաձեռնությունը միջավայր է, ուրախ եմ, որ հանդիպում ենք այսօր։ Ուրախ եմ, որ առաջին անգամ այստեղ եք վերջապես կայացավ հանդիպումը։ Հիմա հարցեր կան։ Կան հարցեր, պարոն Հովհաննիսյան։ Թվում է, թե բոլոր հարցերը տրվել են, բոլոր պատասխանները հնչել են, բայց այդուհանդերձ իսկապես կան հարցեր խորքային, որոնց կարծում եմ պարբերաբար պետք է անդրադառնալ։ Այսպիսով, 2022 թվականի ամռանը դուք հայտարարեցիք ազգային վստահության խորհուրդ ստեղծելու մասին եւ ցուցակ նաեւ հրապարակեցիք։ Ժամանակ հետո ավելի ուշ դուք նշեցիք, որ խիստ անհրաժեշտություն է համընդհանուր պատասխանատվության ներքո, հավաքական պատասխանատվության ներքո թիմ ձևավորելու, առաջնորդություն ստեղծելու այլընտրանք։ Պարոն Հովհաննիսյան, դուք միակը չեք, որ այդպիսի փորձեր անում է եւ դրա մասին խոսում է, բայց իրականությունն այն է, որ մինչև այս պահը ըստ սոցիոլոգիական տարբեր հարցումների եւ ըստ գետնի վրայի իրողությունների այդ այլընտրանքը չի ձևավորվել։ Եվ ամենացավալին ու տարակուսելին այն է, որ այլընտրանք փաստորեն չի ձևավորվում խիստ ցածր վարկանիշ ունեցող Նիկոլ Փաշինյանին։ Ինչու՞։ Բազմաբովանդակ հարց է, դարողունակ, համաբարփակ, շատ շոյված եմ, որ հիշում ես իմ վաղուց արտահայտված նախաձեռնությունները, առաջարկները հանրային, իսկապես ես միշտ մտածել եմ, որ անգամ ժառանգություն անունը ընդրելով, որ մենք պիտի վերգուսակցական մեր անցյալը եւ ապագան միացնող, մեր ողջ ռեսուրսը միավորող այլընտրանք ներկայացնենք, որովհետեւ մենք ունենանք այդ էական փոփոխությունը, որի միջոցով միայն ու միայն կարողանանք դուրս գալ հանդարտ ապ եւ միգուցե ոչ երաշխավորված, բայց քոնե հնարավորություն ունենանք վերականգնել մեր արժանապատվությունը, մեր ազգային շահը եւ մեր ինքնիշխանությունը։ Իսկապես այդ նախաձեռնությունը եղել է, քիչ եմ խոսել դրա մասին, եւ դա սոսկ ցուցակ չէր, ինչպես դու նշեցիր, դա հավաքական պատասխանատվության, հանրային վստահության առաջարկ էր ցույց տալու համար, որ երբ մարդիկ ասում, դե եթե ինքը չէ ով, դա հարցը մենք 20 տարի լսում ենք 25 տարի։ Դե եթե ինքը չէ ով, նախ օվի խնդիր չէ, բայց օվերը շատ են մարդիկ, որ ովքեր կարող են մաս կազմել այդ հավաքական պատասխանատվության թեկուզ անցման շրջանի, կարևոր անցման շրջանի մասնակիցները։ Եվ դա միայն ցուցակ չէ, դա մի ամբողջական հավաքականի թիմային առաջարկ էր, որը ուզում էր նաև անդրադառնալ այդ հրամայականի, որ մեզ այլևս պետք չեն կամ երբեք պետք չեն եղել փրկիչներ, բայց այդ փրկչական մոտեցումը որոշ ղեկավարների մոտ եւ այդ ակնկալիքը ժողովրդի մոտ կարծում եմ թե մեզ սխալ ուղղության վրա դնում է։ Եվ ցավոք սրտի այդ գործընթացները, ինչպես դու ասացիր, որոնք հետևեցին եւ այլ նախաձեռնությունների, իմի բերելով մեր աստղերին, այդ աստղերից գազմել համաստեղություն, ուժեղ, հերանեկարային, հաջողությամբ չեմ բսակվել եւ պատճառները դարբեր են, գուցե առաջի հերթին պատասխանատվությունը իմ վրա վերցնեմ,
Բայց ես կարծում եմ, որ երկրորդական թեկուզ պատճառները նաև վերաբերում են ամբիցիաներին, հավակնություններին եւ աստղերի այդ հագմանը, որ աստղերը պիտի գերագշեն համաստեղության նկատմամբ։ Եվ շատ ճիշտ է դնում հարցը, որն է բանաձևը, որն է առաջարկը, որն է այդ մեթոդապանությունը, որ մեզ պիտի բերի նոր հարցության։ Եվ ցավոք սրտի մենք միշտ փոքրացրել ենք մեր այլընտրանքները, անհատականացրել ենք, ինչ-որ մի մարդու շուրջ, մի գուսակցության շուրջ։ Եվ դա այս փաստացի ժամիշխան մարդկանց ցանկությունն է մարդկանց բարակտել, իրար դեմ հանել, եւ ես կարծում եմ, որ շատ մոտ ապակային ընդրական լինի, թե ոչ ընդրական այդ հավաքական թիմը, այդ հավաքական պատասխանատվությունը, հանրային մասնակցությունը, հավատքի վերագանգնումը պետք է դեղի ունենան այս ամիսների ընթացքում։ Այլընտրանքին հավատալու հարցն է շատ կարևոր։ Եվ այս պարագայում 2013 թվականին նախագահական ընտրություններին դուք ըստ երևույթին ձեր օրինակով ապացուցեցիք, որ կարելի է լինել այլընտրանք եւ կարելի է արժանանալ շատերի վստահության։ Ըստ կենտրոնական ընտրական հանձնաժողովի տվյալների 500,000 քվեեք դուք ստացել 2013 թվականին։ Հայաստանի գործող վարչապետը, ներկա վարչապետը 2021 թվականին մոտ 688,000 ձայն է ստացել։ Իհարկե տրամաբանությունը տարբեր է, մեկը նախագահական ընտրություններ, մյուսը խորհրդարանական, բայց մեծ հաշվով ձեզ հաջողվել է 500,000-ից ավել մարդու վստահության արժանանալ։ Հետևաբար Նիկոլ Փաշինյանը ֆենոմեն չէ եւ հնարավոր է արժանանալ մարդկանց վստահությանը։ Ուր են ձեզ ձայն տված այդ մարդիկ, ում է իբրև առաջնորդ, իբրև քաղաքական գործիչ, ում հետևից կարող է գնալ տեսնում, եւ ինչպես է հնարավոր քաղաքական դաշտում, թեև ժամանակ է անցել եւ իրավիճակ է փոխվել, բայց ինչպես է հնարավոր դառնալ այդ այլընտրանքը։ Այո, Լիլիթ, անգամ խեղված ընդրական գործընթացից հետո շատ հայտնի մեթոդապանությամբ գրանցվեց ձեր ասած ասենք զորագիցների քանակը, բայց ավելի կարևոր մի հավատք, որ ժողովուրդը գնացել էր եւ իր ազատ կամքով ընտրել էր ազգային ժողովրդավարական այլընտրանք։ Հիմա այդ հաղթանակը խլվեց ժողովրդի ձեռքից եւ դա ահավոր մեծ հոգեբանական հարված էր եւ եթե մենք կարողանանք հետադարձ ոչ միայն հայացքներ, այլ հետ գնալ եւ տեսնել թե ինչ հնարավորություն ունենք այնտեղ ոչ միայն արդարության հասնելու համար, այլ ազգային միասնության լուծում տալու համար այդ ահավոր դժվար վիճակի։ Եվ եթե լինենք ոչ միայն ես, եթե բոլոր գործող անձինք լինեն ավելի լայնախոհ, ազգային մտածողությամբ օժտված, մենք այն ժամանակ ազգային համաձայնության լուծում կգտնենք, որը ժողովրդի կամքի արդացոլանքը կլինի, ժողովրդի կամքը չենք կողանա։ Ցավը նախ այդտեղ է, եւ սա նաեւ ցուցանում է, որ միշտ այո, պիտի հարգել հանրային հասարակագիտական մեր մասնագետներին, սոցիոլոգիական հարցումներին եւ այլն, բայց այն ժամանակ մինչև ընտրություններ 40 օր մինչև ընտրություններ 5%-ի վրա էր եւ անգամ պաշտոնական տվյալներով դարձավ 37% եւ շատերը մտածում էին, որ շատ ավելի էր, քան 37%-ը։ Գործոնները յուրաքանչյուր ընտրության գործոնները համայնապատկերը, դարաբատկերը դարբեր են, դիտით, եւ այն ժամանակ իմի եկավ այդ իրականությունը, որ մարդիկ ասում են, դե եթե ինքը չէ ով է լինի։ Եվ ժողովուրդը ասաց, որ այդ հարցի պատասխանը կա եւ ինքը տեսավ, որ դա ընդրական գործընթացի ընթացքում կամ հետընտրական այդ գործընթացների շատ ցավալի խնդրահարույց եւ այլն, իրենք տեսավ, որ գար տեխնազու կամ մեկը որ առաջարկ էր անում, որ իր անունը չէր ընդգծում, որ ասում էր, որ սա երկարադեպ պայքար է, ժողովուրդ
դուք պիտի լինեք դեր այս շարժմանը եւ երբեք չգաբեք ձեր հույսը մի մարդու հետ անգամ եթե դա ձեր տեխնազունը դեպիաբային եւ ցավոք շուտ չգրանցվեց ժողովրդի քվեն ինչպես որ պետք է նորմալ երկրում նորմալ Հայաստանում մեր ցանկացած մեր սիրած մեր դենչած Հայաստանում բայց դա իրականություն էր եւ ես անցամբ եւ մեր շարժումը եւ ժողովուրդը բավարար ռեսուրս չուներ առանց արյան այդ հարցը շագերտներս մինչեւ վերջ տանելու եւ ես Հայաստան չեմ վերադարձած չեմ եկել որովհետեւ թեկուզ մի հայ մարդու արյուն հոսի ընդրական գործընթացի կամ իմ պատճառով ես պատրաստ չէի հաջորդ օրերին ներկա լինել հայրորավոր կամ տասնյակ թաղումների եւ իմ վրա վերցնել այդ արյան պատասխանատվության մի մասը եւ ցավոք սրտի այդ լուծումը որ կարող էր այնտեղ եւ այդ ժամանակ դարբնվեր հետաձգվեց գուտակվեց եւ եկավ այն փոփոխությունը որին բոլորս ծանոթ ենք էլի մեծ հույսեր էլի ժողովրդական հույս էլի ժողովուրդը վստահ է որ իր օրը ունենալու է եւ դեսանք որ այդ մեծ հույսերը խոստումները հանձնարարությունները ազգային հրեդորապանությունը ժողովրդավարական գեղեցիկ խոսքերը հիմա էլ ասում է ժողովրդավարություն ինքնիշխանություն ազգային շահ եւ այդ ամեն ինչը գա ժողովրդան հավատաց եւ դեսանք թե ամիսներ եւ դարիներ անց որտեղ հասանք եւ ցավոք սրտի այդ նույն չեմ ուզում ասել հիվանդությունը բայց այդ նույն թերի մեթոդապանությունը բնակվում է նաև ընդդիմադիր հատվածներում, որտեղ գալիս է մի շարժում, որը ընդդիմադիր է, որը ողջունելի է, բայց որը ունի շատ նեղ շարավիղ, մի քանի գուսակցությունների շուրջ է հավաքված, հարկանք բոլոր պայքարողներին, մի հոգի է, սրբազան շարժումը շատ կարևոր գործունեություն կատարեց եւ հույս կար որ դա լիներ համախմբողը, բայց դեսանք որ գազագերբչական ուժ, հանրային բաշար, ռեսուրս, ուղերձ եւ ժողովրդին իր դներից հանելու հնարավորություն եւ կարողականություն չկար։ Եվ երբ հասնում ես թե իմ քվեարկողները որտեղ են, ես կարծում որ ես անցամ քվեարկողներ չունեի, ժառանգություն եւ ես անցամ ուղղակի միջնորդ էի, որ այդ բահին այդ իրականության մեջ ժողովուրդը ինքն իրեն դեսնի Հայաստանին պատկանող, Հայաստանի դերը, Հայաստանի քաղաքացին։ Եվ հիմա կարող եմ ասել ենթադրում եմ ես չեմ գիտական որևէ հիմք չունեմ պատասխանելու լիլիթ ենթադրում եմ որ շատ ու շատ քվեարկողներ հիմա դանը նստած են չեն մասնակցում որ հիաստափվել են հերթական անգամներ միգուցե ինձանից սկսած հետո մյուսները հետո ամեն մեկը նաև քաղաքական ակտիվ հատվածը կդել է նաև իր նաև ուղղությունը մի մասը հավատացյալները մնացել են ժառանգության հետ, մեկը գնացել է ազգային դաշտ, շագետների մեջ, մյուսը ազատական դաշտ, եւ ցավոք սրտի ջլատվել են մեր ուժերը։ Հիմա խնդիրը այն է, մենք գտնենք այդ եղանակը, այդ անհավանական հրաշքի վրա սահմանվող այդ մոդեցումը, որ իմի գբեր է այդ այլընտրանքը, թե հերթական անգամ գնանք հավաքների, հետո ընտրության եւ նույն արդյունքի կհասնենք։ Սա մեր որոշելիքն է, մենք պետք է այդ բանաձևը միասին լուծենք։ Պարոն Հովհաննիսյան, երբ ասում եք միասին լուծենք, դուք քիչ առաջ էլ նշեցիք, որ պատասխանատվություն ստանձնողների այդ դեմքերի պակաս դուք չեք տեսնում։ Անուններ կարող եք տալ, ովքեր կարող են մինչև վերջ գործը գլուխ բերել։ Անգամ մի քանի տարի առաջ երբ որ այդ մեթոդապանական այլընտրանքը ներկայացվեց, մի քիչ դարբեր էին պայմանները, ավելի վատ տարածել են, թե հայրենիքի միասնականության, դարածքային ամբողջականության, մեր արժանապատվության, մեր դղաների ոսկե կյանքի գորուստի տեսակետից ավելի ասպես վատ տարածել է վիճակը, դրա համար կարող է այսօր մի այլ ասպես մեթոդապանություն պետք է, բայց եթե դուք բացեք այդ ամբողջականությունը, այդտեղ կգտնեիք թե մտավորականներ, հիմա քաղաքական բանդարգալներ, գային
քաղաքական գործիչներ դարբեր ուղղություններից։ Այո, ես ցուցակը տեսել եմ, պարոն Հովհաննիսյան։ Ուղղակի ես հիշեցնում եմ, որ դա ամբողջական առանցին վերսված անուններ չեն, դա մի ամբողջական մոդեցում էր, որը ամբողջ դարաբատկեր ընդդիմադիրից մինչև նաև մարդիկ, ովքեր իշխանության մեջ այդ ժամանակ ծառայում են, որ ցույց տալու համար մենք եթե նոյեմբեր 9-ին չկարողացանք ունենալ այդ արժանապատվությունը, այդ ներքին մղումը, այդ հերադեսությունը, այդ այլընտրանքը կոնե այն ժամանակ ստեղծել Հայաստանին շունչ տալու հնարավորություն ընձայելով, կոնե հիմա մենք կարողանանք գտնել այդ բանը եթե իմ կարծիքով, մի մարդու կարծիքով, կարողանանք մանր գուսակցական, խորհրդարանական ընդդիմություն, արտախորհրդարանական ընդդիմություն, նախկին, ներկա այս բոլոր բաժանարար արձագաններից դուրս մի ամբողջական մոդեցում եւ հարկելի գործընկերները ովքեր նախաձեռնել են եւ ես որպես քաղաքացի զորակցել եմ հնարավորություն ունեցել են ընդլայնել իրենց մոդեցումը, իրենց ասելիքը, իրենց հարթակը, մեր բոլորի հույսը, բայց ցավոք սրտի երբ հասել է այն բան, երբ ժողովուրդը դիտարկում է, ասում են, լավ, ես գնալու եմ, նորից եմ գնալու, հաղթահարելու եմ սեփական հիաստապությունը, դուրս եմ գալու իմ անդարբերությունից, այս անգապ վիճակից, ինքը գալիս է նորից եւ չի ստացվում։ Եվ շարքային մարդը միգուցե չունի այդ երկարադեպ բայկարի ներքին մղումը, այդ հանցնարությունը, ինք ասում ես մի կյանք ունեմ ապրելու, երեխաներս ապրվենք։ Եվ այդ ապրվենքը մի կերպ այսօր անցկացնենք, հաց լինի սեղանին, հենց այդ գործող մարդկանց փիլիսոփայությունն է։ Դե նաև էլիտաների փիլիսոփայությունն է, նաև էլիտաների փիլիսոփայություն։ Այո, որոշ չափով։ Դրա համար որ ասում ես անուններ, այո, անուններ կան, բայց սոսկ անուն չէ, պիտի մի ամբողջ մեթոդապանություն գա, કારણ դու եւ ես եթերից դուրս հետո նաև եթերով ասել, որ այս 15 թիմը եւ այդ թիմի մեջ կարող է լինել մի վարչապետ, մի քանի նախարար, այս գերադասչությունների պատասխանատուներ, բայց այնտեղ թակավոր չկա, մարգարե չկա, այդտեղ փրկիչ չկա։ Հասկանալի է, բայց արչեվից գնացող կա, պարոն Հովհաննիսյան։ Այո։ Կարող է լինել։ Ես այդ հաջողության գրավականը կարող եմ տեսնել մի քանի անունների ղեկավարությամբ, եթե դա է ձեր հարցը, ով է լինելու առաջինը, բայց ես ուզում որ մենք դուրս գանք այդ մտածողությունից, որ անպայման առաջինն է, բայց եթե ընդրողը քաղաքացին պետք է հարաբերվի այդ անվան հետ, եթե դա է որոշվածը, դա է ձևը, ուրեմն կան դարբեր անուններ, որ կարող եմ տալ։ Ինչու եմ ես շեշտում անունների հարցը։ Հետաքրքիր է, հիմա միակ օրակարգը, որ ընդդիմությունը ունի, իմպիչմենտի օրակարգն է, բայց էլի անուն չկա։ Երբ մարդիկ ասում են, որ այո, կան առաջնորդներ, հարցնում ես անուն չկա։ Իսկապես արդյոք կան մարդիկ։ Գուցե իրենք քիչ հայտնի են, գուցե շատ հայտնի են, բայց չենք պատկերացնում, որ կարող են լինել, բայց կան մարդիկ, որոնք պատրաստ են մինչև վերջ գնալու, մինչև վերջը դե հասկանում եք քաղաքականության մեջ։ Սրան է ուղղված հարցը, որտեվ մինչև երբ մենք կարող ենք ասել, որ այո, կան, պատրաստ են, բայց երբ հասնում է անուն տալու եւ այդ գործը առաջ մղելու պահը, չկան այդ մարդիկ։ Չէ, ասի չկան, Լիլիթ, էլի կան, ուղղակի պիտի ոչ թե ռիսկ ունենանք ասելու անունները, այդ անունները նաև պետք է, ինչպես ասացի, իրենք պատրաստ են մտնել դաշտ եւ համակարգ ստեղծել, համախմբողի դերակատարում գործառույթ վերցնել իրենց վրա եւ ասել, որ բարդավորություն վերցնել, որ ես իմ գործընկերների համակարգացին հետ գնում եմ մինչև նպատակ։ Դա պետք է։ Մենք հիմա կարող ենք մտապերել, կարող նույն մարդկանց մասին չէ խոսքը, քաղաքական դաշտից, գործարար դաշտից, մշակութային ասպարեզից, մարզական աշխարհից, անուններ կան, որոնք կարող են գալ եւ այս հայոց պատմության, հայոց ներկայ այս հանգրվանում գադարել այդ դերակատարումը ընկերներով հանդերձ, հավաքական պատասխանատվությամբ հանդերձ, որ այդ մարդը լինի ջահագիրը, լինի այսպես չարգելյալ անունը։ Որովհետև քաղաքականությունը իհարկե նաև ոչ միայն գուսակցականացված է, այլև անձերի հետ է կապված։ Եվ դրա համար ես կարծում եմ այդ ասպարեզներից դու կարող ես քո երդասարդ փորձառությամբ, քո մասնագիտական մոտեցմամբ, ես ինքս կարող եմ
յուրաքանչյուր այդ ասած 4-5-6 տարբեր ասպարեզներից առաջարկում եք երկուանում, որ կարող է մաս կազմել այդ հավաքական պատասխանատվության, ապա դառնալ դրա գլխավոր ջահագիրը գլխավոր պատասխանատու։ Պարոն Հովհաննիսյան, դուք նշել եք, որ իրականում այո, մենք ունենք ներուժ համախմբվելու, մենք ունենք ներուժ վերականգնելու դիվանագիտության հիմնական առաքելությունը, դուք եղել եք Հայաստանի Հանրապետության արտաքին գործերի առաջին նախարարը։ Հիմա երբ տեսնում ենք մեր դիվանագիտության ֆիասկոն, որովհետև մենք կորցրել ենք Արցախը, Հայաստանի Հանրապետությունից տարածքներ ենք կորցրել, շարունակում են այդ կորուստները, սա կատարյալ ձախողված դիվանագիտության մասին է վկայում, եւ այստեղ ամենացավալին է, որ համակարգը, որը 1-2 օրվա չէ եւ Նիկոլ Փաշինյանը չէ այս համակարգ ստեղծել, տարիների համակարգ է, գլխիկոր ենթարկվում է 1-2-3 հոգու այս իշխանությունից։ Դուք ո՞նց եք պատկերացնում այս կամազուրկ մարդկանց հետ դիվանագիտության վերականգնում եւ նոր նշաձողերի սահմանում։ Դե եթե 91-92 թվականին, երբ դուք դեռ ծնված չէիք, հավանաբար գրեթե 0-ից կերտեցինք այդ հանրագարքը, ինստիտուտը, ցավոք սրտի այս իշխանները, ովքեր եկան իշխանության, որ այս ձեր արադները, ձեր ասած արադները փոխեն, վերացնեն, շտկեն, ուղեն, իրենք դարձան այդ ամբողջ այդ արադների հանրույթի, այդ չարիքի մարմնավորումը, եւ դա վերաբերում է թե քաղաքական մոդեցումների, ռազմական իրավիճակի, տնտեսությանը, քաղաքացիական իրավունքի եւ իհարկե նաեւ դրա արդացոլանքը դիվանագիտությանը, ցավոք սրտի, եւ շատ անգամ եւ նորություն չէ, եւ քանի անգամ կարես նույն բանը գրնել, որ նայում ես եւ այդտեղ ինչ որ արդահայտվում է, նախ ասում է, այդ մեկն է ասում, այդ մարդը, որ այլևս լեգիտիմություն չունի, ինքն է ասում, բայց հետո երբ որ ինստիտուտն է ասում, եւ ներկայացնում է այն մոդեցումը, որը պատկանում է հագարագործին, Բռնաբեդին, Ադրբեջանին, Թուրքիային, ինքն է ասում, ուրեմն ասում ես, որ ես ձախողվել եմ։ Մենք այդ բայկարը, որ դարանք, որ Հայաստանը լինի դիվանագիտական այդ որոշիչ decision making սեղանի շուրջ միջազգային, հենց Արցախի հարցով, նույն Արցախի ընդրված ներկայացուցիչները նույնպես ունենային մասնակցության իրավունք, հիմա արդեն բادرվագներով, իրենց լեզվով մահանաներով, հետադարձ ուժով ոնց որ վարձված են թշնամի բեդության կողմից, բնդրելու համար, թե որոնք են ձալքերը այդ ինչ որ բաց դեղերը, որը մենք կարող ենք օգտագործել, շահագործել Հայաստանի դեմ։ Եվ ինչպես շտկել, ահա որ մեծ խնդիր է, ցավոք սրտի այդ նվիրյալ դիվանագետները, շնորհալի մարդիկ, իրենք էլ դարձել են միգուցե լուր մեծամասնություն, բայց լուր, դուք ասեք գամազուրկ, առանց ուժն ունենալու, որ իրենք դեմ գնան, մի բան ասեն, մի բան հայտարարեն։ Եվ գուցենայի ասել այս հարցի մի պատասխան, որ սա հագա համագարկ է, բայց անգամ հագա համագարկ չէ։ Սա, որ իրենք երբ որ ընդդիմություն էին եւ ուզում էին դառնալ իշխանություն, իրենք ասում են մենք գնում ենք ստեղծելու ժողովրդավարական, քաղաքացում պատկանող, հրաբարակի վրա որոշում կայացնող մի հանրագարկ։ Եվ մենք դեմ ենք, որ մի հոգուց գախված ինչ որ ունենանք մի ավտորիտար մի երկիր, որը ինքն իրեն գոչվում է հանրապետություն, բայց ըստ էության այդպես չէ։ Եվ իրենք դարձան մի հոգու, մի փաստացի մարդու, նախկին դեմոկրատի, բայց ըստ էության հիմա ուրիշ օդար պետությունների օրագարկերը սպասարկող մարդու համագարկ։ Եվ դրա համար մենք երբ որ ժողովուրդը վերադիրանա իր իրավունքին, իր բարդականությանը, իր պատկանելիությանը մեր երկրին, առաջին հերթին այո, այդ համագարկը պիտի վերագտնե, այդ աստղերը դարձնի համաստեղություն յուրաքանչյուր ասպարեզում հանրային գործունեության եւ այնպես պիտի անի, որ սրանից հետո ոչ իրեն Հիսուս գարկով, ոչ մարգարե, ոչ փրկիչ իշխանության չկա։ Եվ նաեւ մեր պետական ծառայությունները, դիվանագիտությունն է ասում, նաեւ ազգային անվտանգություն եւ այլն, ինքը պիտի սպասարկի ոչ թե մի մարդու, եւ հատկապես երբ որ այդ մարդը ուխտադրուժ է, եթե այդ մարդը արդեն դուրս է եկել իր լեգիտիմության սահմաններից, պիտի ունենա կառույցներ, հանրագարկներ, ինստիտուտներ, որոնք իսկապես ազգային շահի, ազգային անվտանգության
հետ կապված են, այլ ոչ թե կախյալ են ինչ-որ մի իշխող գուսակցությունից կամ մի մարդուց եւ այլն եւ այլն։ Դրա համար ուղղելու, շտկելու, հաղթահարելու, վերականգնելու մի ձով խնդիրներ ունենք բոլոր ասպարեզներում, դուք մեկը նշեցիք, բայց դիվանագիտությունը դա արդասոլանք է մնացած երկրին։ Եվ ցավոք սրտի անգամ այդ ինստիտուտը չի կարողացել մի փոքր դիմադրել, մի փոքր պաշտոնական բահել Հայաստանի դիրքորոշումը շատ կարևոր հարցերում։ Այդ ամեն ինչը պիտի ուղենք միասին։ Պարոն Հովհաննիսյան, երբ խոսվում է Հայաստանի վերականգնվելու, դիվանագիտություն կլինի, անվտանգության ոլորտ կլինի եւ այլն, վերականգնման մասին ցանկացած խոսքի պարագայում, խոսույթի պարագայում անպայման հիշում ենք Սփյուռքի նշանակության մասին, Սփյուռքի ներուժի, տրամադրվածության, աջակցության մասին։ 2018-ին Հայաստանում կատարվողի մասնակցության մասին շատ գնահատականներ կան, ես զերծ կմնամ գնահատական տալուց, բայց ես ունեմ իբրև քաղաքացի Հայաստանի արդեն որերորդ տարին է սպասում, որ Սփյուռքից կլինի համարժեք միավորված, միաբանված աջակցություն չասեմ, բայց ժեստ Հայաստանում կատարվողին, որովհետև Հայաստանի իշխանությունը ոչ միայն Հայաստանում ապրողներից ճակատագիրն է որոշում, այլ որքան էլ որ կարող է տարօրինակ թվալ Սփյուռքում ապրող մեր հայրենակիցների, որովհետև թիրախավորվում է մեր ինքնությունը, թիրախավորվում է մեր ազգային արժանապատվությունը, եւ եթե Հայաստանում չկա հայերի շահերը պաշտպանող իշխանություն, ապա հայերը ամբողջ աշխարհում ստիպված են լինելու գլխիկոր եւ անպաշտպան ապրել։ Հասկանալի է, որ Սփյուռքի հանդեպ վերաբերմունքն էլ հնարավոր չէ քննարկել, որտեղ այս իշխանությունը թիրախավորել է բոլոր հնարավոր ռեսուրսներով եւ պարակտել է Սփյուռքը, բայց այդ ներքին առողջացման հնարավորությունը Սփյուռքը չունի ինքնուրույն համակարգ ստեղծելու, որտեղ կա ժամանակ, արդեն քանի տարի է ժամանակը հոսում է, ստեղծելու համակարգ եւ ըստ այդմ Իսրայելի օրինակը միշտ հիշում ենք, չէ՞, այս պարագայում գոնե մոտ Իսրայելի օրինակին ինչ որ մոդել ստեղծել։ Թե Իսրայել լինի, թե Իռլանդիա լինի, թե մեկ ուրիշ Սինգապուր լինի որոշ չափումներով կան տարբեր օրինակներ, բայց մենք մերը պիտի գտնենք մեր հարթություններով, չափումներով, չափանիշներով եւ այլն, բայց քո հարցը ընդգրկում է իր սեփական պատասխանը, որ այո, իհարկե կարելի է, բայց երբ ունես մի pedagogan, ոչ թե pedagogan, իշխանական համակարգ, որ ամեն ինչ անում է, որ ազգային շահ չլինի, որ զիջում է անցյալի յուրաքանչյուր նվաճում, վաստակ, բայկարի արդյունք, թե գետնի վրա, թե գիտության մեջ, թե քաղաքականության մեջ, երբ այդ իշխանագարքը ամեն ինչ անում է զրոյացնելու, ոչնչացնելու Սփյուռքի գործոնը, Սփյուռքի իմաստը, Սփյուռքի ուժը հաճս թշնամի կամ հակառակորդ պետությունների, որոնք նաև համարում որ այդտեղ կա գործոն, որը իրենց համար հետաքրքրություն կամ ինչ-որ վտանգ է ներկայացնում։ Երբ Հայաստանի ընթացիկ ներկայացուցիչները ամեն ինչ անում, որ Սփյուռքը ոչ միայն բարակտվի, այլ գործնի իր ներուժը, գործնի իր ինքնությունը, գործնի ոչ միայն անցյալը հիշելու, իրավունքներ բանջելու իրավանցական գործունեությունը, բայց այսօր այդ ներուժը որ ունի Հայաստանի համար, այսօր այդ ներուժը ունի Հայաստանի ներքին զարգացման եւ նաեւ արտաքին հարաբերությունները սպասարկելու համար։ Իհարկե սա դժվարին հարց է, որտեղ Սփյուռքում նաեւ կա այդ հատկությունը ոմանց մոտ, որ ձեռքերը վեր են, այսպես են անում, ասում դե հիմա փորձեցինք, ճիշտ այդ երկիրը երբեք երկիր չի դառնա։ Այս մտայնությունից դուրս պիտի գանք եւ պիտի թույլ չտանք, որ այս ընթացիկ անհատներ, չգիտեմ ինչ, խմբակ սահմանի մեզ համար հայաստանցիների, արցախցիների, Սփյուռքը մեզ որպես հայերի համար, թե ինչ է նշանակում Հայաստանը, հայրենիքը, արժեքները, պատկանելիությունը եւ մեր բարդականությունը, եթե մենք չանենք հիմա, մեր երեխաներին պիտի թողնենք այս ամեն ինչը։ Այո, մենք նվաճեցինք բոլոր հավանականությունների իհեջուկս հաղթեցինք, որոշ նվաճում ունեցանք, բայց նաև լիքը մեծ սխալներ չբահեցինք այդ հաղթանակը։ Նաև դա լուրջ վերլուծության խնդիր է, բայց ոչ թե
պատասխանատվությունը ուրիշի վրա պարտելու, այլ վերցնելով այդ պատասխանատվությունը։ Ես չեմ լսել որևէ այսպես իրեն քաղաքական ղեկավար համարող մեկը, հատկապես այս մարդիկ, որոնք իշխանության մեջ, բայց նաև ընդդիմադիր դաշտից, որ ասում են ես այս թվականներին իրավասու է, պատասխանատու է եւ մենք սխալվեցինք այստեղ եւ այդ սխալները այսպես մենք պիտի ուղենք։ Ուժ ունես ներողություն ասա, ուժ չունես մի ասա, այսպես կավությունը դարբեր ձևերով գտնի, բայց եթե մենք բարձրես չլինենք սեփական ժողովրդի հետ, ամփոփ ժողովրդի հետ միասնական Հայաստան, Սփյուռք, Արցախ եւ այլն, ես կարծում որ այդտեղ մենք նաեւ կունենանք դժվարություն եւ վերադառնալով ի շրջանս յուր մենք բոլորս պետք է բարգեշտանանք եւ մանավանդ նրանք ովքեր առաջի գծի վրա են որպես տեխնազուներ, առաջադար անցին ջահագիրներ եւ այլն, եթե այդ ջահագիրը չբարգեշտանա, պատասխանատվության մի բաժինը իր վրա չվերցնի, թե ինչպես ստեղծեցինք այն պայմանները, որ մի խմբակ եկավ խոստումներով, հանձնարարություններով եւ մեր երկիրը, մեր ժողովրդին հասցրեց այստեղ։ Եթե ջահագիրը չվերցնի պատասխանատվություն, ինչ կլինի, պարոն Հովհաննիսյան։ Եթե չլինի այդ պատասխանատվության ստանցնումը, ուրեմն կշարունակվի ինչպես որ կա։ Թե ավելի վատ։ Չէ, գուզեմ ասել, ավելի վատ, յուրաքանչյուր անցնող օր ավելի վատ է դարձնում մեր երկիրը, բայց գուզեմ ասել, որ էական փոփոխություն չի լինի։ Մենք պիտի կարողանանք արերեսվել մեր անցյալի, մեր սեփական պատասխանատվության, մեր արատների, սխալների հետ, որովհետև այս մարդիկ, որոնք եկան իշխանության, հետո դարձան խմբակ, հետո դարձան մի մարդ, եւ հետո դարձան Աստված իրենց աչքը փոքրադար այփով իրենց համար այլևս կարևոր չէ որևէ բան քան իշխանություն բահելը եւ արևմուտքի հետ հոգի գծախեն Ռուսաստան հետո կգնան ինչ որ պետք է դա կանեն իսկ եթե մեզ մոտ մնացածի մոտ նրանք ովքեր եղել են իշխանության նրանք ովքեր միշտ եղել են ընդդիմություն նրանք ովքեր դժվել են եղել են քաղաքական բանդարգյալ այս ամենը յուրաքանչյուրը իր դեղում պիտի հասկանա եւ եթե այդ նորը պիտի ստեղծվի այդ համալիր այլանդրանքը պիտի ստեղծվի ուրեմն այդ արերեսումը պիտի դեղի ունենա այդ բարգեշտացումը դեղի պիտի ունենա եւ այնպես չէ որ ամեն մեկը պիտի արդարացնի իր սեփական հետաքիծը եւ այստեղ գնում են արդարանալու այսպես դարբեր հանդեսներ որտեղ պետությունը կորցնելուց հետո որևէ մեկին այդ արդարացումը հետաքրքիր չի լինի եւ որևէ մեկին չի փրկի շատ ճիշտ է այո 2026-ին ընթരാճ խոսվում է ընտրությունների մասին, հնարավոր արտահերթ կամ հերթական ընտրությունների, դուք արդյոք տեսնում եք ընտրություններով այս իշխանությանը ճանապարհելու տարբերակ եւ եթե այո, ապա ինչ դիրքավորում եք ձեզ համար տեսնում։ Այո, ես կարծում եմ թե ընտրություններով, թե ընտրություններից դուրս կարելի է վիճակ փոխել, եթե իմ ասած, եթե մենք նաև փոխվենք ընթացս եւ մինչ այդ դա պետք է լինի եւ դա իմ կարծիքով լինելու է սա ես չեմ ասում որպես մարգարեություն կամ կանխադեսում բայց ուղղակի Հայաստանի աբական ապահովելու համար գրվելու, շնչելու, առաջ գնալու թեկուզ մի նշույլ հնարավորություն ունենալու միակ եղանակն է եւ ես կարծում որ դա պետք է լինի որ անցյալը չի կարող կրկնվել, նաև անցյալ ընտրությունների նաև օրինակը եւ մենք պետք է այդ բանաձևումը, այդ հարթակը, այդ միասնական այլանդրանքը երդենք, որ այս փոփոխությունը լինի։ Ես գուզենայի որ ես անցամբ եւ ժառանգություն ինչպես միշտ վերգուսակցական գործնեությամբ համախմբման մասնագիծ լինի, մի գաթիլ որը կկարողանա ցանկացած դերակատարմամբ, թե հանրային երևացող, թե չերևացող ինքը նպաստի այս գործընթացերին։ Եվ այսօր հիշելով մեր քաղաքական բանդարգյալներին ոչ միայն Հայաստանում, այլ հատկապես Բաքվում, թե Ռուբենին, թե մեր նախագահներին, ազգային ժողովի նախագահներին, զորավարներին, քաղաքացիներին, վասն իրենց նույնպես պիտի այդ փոփոխությունը լինի։ Պիտի չլինի այլևս իշխանություն, որ իրենց
ազատությունը իրենց ավանդ, իրենց ինքնություն, իրենց կյանքը վաճառում է սեփական իշխանության համար։ Եվ դրա համար ամենադարբեր պատճառներով, արդեն ամենադարբեր հարթություններով այդ փոփոխությունը բարդավոր է լինել, չի կարող չլինել։ Եվ չեմ ուզում անձնավորել այս բանը, որովհետև դա իմ հավակնությունը չէ, բայց ես համապատասխան զորակցության եւ չգիտեմ հավաքական, այսպես պատասխանատվություն դեպքում ես այդ մարդուն կհաղթեմ, ես իրեն կհաղթեմ, բայց դա չէ նպատակը։ Նպատակը այն է, որ ոչ թե մեկը որ հայը խփի բելին, այլ մենք ունենանք մի ամբողջ Հայաստան, հայրենի այսպես բարձրավանդակ, որը կկարողանա այս ժամիշխաններին, այս գեղձիկ բերողներին նաև ջամփել, արդեն դա չեմ կարող ասել ինչպես ջամփել, այսինքն դրանից հետո իրենք ինչ են լինելու, բայց ես կարծում եմ իրենց սողոսկելու, փախչելու շատ քիչ հնարավորություններ եւ ճանապարհներ են տվել։ Դրա համար անունները իրենց հերթին կարևոր, բայց առավել քան անունները այդ միասնական կյանքը եւ գամքը վեր գուսակցական, համահասարակական ներառելով մեր բոլոր աստղերին եւ ոչ մեկին չբացառելով։ Եվ ես այդ վերագանման արժանապատվության վերադարձի այդ արարի մեջ լինելու եմ եւ բացակայ չդնեք եւ Սահյանը վերևից եւ բոլոր Դավթյանը եւ բոլոր ընկերները, բոլոր մեծերը տոնային եւ ասին, որ Հայաստանը դեր գա։ Եվ Հայաստանը դեր հայրենիք է, այո, բեդությունը եւ հայրենիքը Մասիսից մինչև Սիփան, Խուստուկից մինչև Արագած, այդ ամբողջը մերն է, այդ մեր հետ պիտի բերենք, չի կարող չլինել, մեզնից է կախված։ Շնորհակալություն։ Մերսի։